Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արտուր ջան, սա ստեղ չէ, ճիշտ եմ հիշում։ Հա։ Բարև ձեզ, ժողով ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Ծրագրի ստանձ ես։ Արտադրությունը գալիս է մեզ վերադարձնելու մեր երկիրը։ Սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ի ընտրությունները պետք է լինեն ուրիշների շահերի հանրաքվե։ Ես ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերը, ես լինելու եմ Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Քվեարկեք 6-րդ կառավարության Բարև ձեզ։ արտադրությունը գալիս է մեզ վերադարձնելու մեր երկիրը։ Սիրելի քաղաքացիներ, Ինչ է ձեր անունը։ Հա, Տիկին Ռոզան ջան, որ ծանոթանաք, մենք շատ կարևոր ծրագրերն ենք նաև ստանալու համար։ Ինձ ինչպես որ միշտ իմացել եք, ես նույն մարդն եմ մնացել, չեմ փոխվել, բարև ձեզ։ Հիմա Բարև ձեզ։ Բարև եմ ձեզ։ Բարև։ Սիրելի քաղաքացիներ, ես Արման Հակոբյանն եմ։ Հունիսի 7-ին որոշելու է, թե ինչ ապագա է մեր երկրի։ Բարև ձեզ։ Դիմալ եք։ Լավ, դու։ Առողջություն, լավ ամեն ինչ։ Ձեր մեր քննադատիկը, հա։ Ապրեք։ Բայց սվետաֆոր չկա ստեղ։ Հա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն որ եկեք եսի։ Բարև ձեզ։ Ամեն ինչ արել, միջազգային իրավունքով, մեր դիվանագիտությամբ, որովհետև Հայաստանի իշխան տարածքներ ադրբեջանական Որտեղից են խոսելու, հա։ ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը։ Արդարություն բերելու համար քվեարկենք 6-րդ կառավարի օգտին։ Արդարությունը գալիս է, որ Երևանին բերի մատուռով։ Մատուռը չպետք է լինի շքեղություն։ Կառուցապատումը կթույլատրվի միայն ամբողջական ծրագրի դեպքում։ Ուզում է շինարարություն անել, ապա պետք է ապահովես նաև հետքակառուցված։ Երկրորդ, մանկապարտեզ, այգի, շինարարության համար ծածկը բացառվի։ Այսօր Երևանի փողոցներում եղբայրները դարձել են Երևի ստեղ խոսենք, հա։ Մարդիկ որպեսի Եվ Չէ, մի հատ էլ ես որովհետև խոսենք, որ մարդիկ Հայ, շատ լավ։ Արդարությունը գալիս է մեքենավարողների համար, կալային համակարգը կվերանայնվի, այսօրվա 13 բարի փոխարեն կսահմանվի 18 բար տարեկան, իսկ որոշ խախտումների դեպքում բաներ դուրս չեն հանվի։ Այսպես մենք Մարդկանց նարդիկ ուզում էին բարևային, հեսա ստեղ տեսա անցնելու տեղ չկա, անցնենք բարևային, բարև ձեզ։ Հիմա եք, ապի, ոնց եք։ Լավ է, հաջողություն է ձեզ։ Շնորհակալություն, ինչ է ձեր անունը։ Ընտանիքով ձեր կողքին։ Շնորհակալություն, հզոր անուն։ Մենք ընտանիքով
Իմ ամբողջ հանրապետություն կանի։ Շատ շնորհակալ Միակ եմ։ դեպքով խելացի գրագետ Շատ շնորհակալ։ մարդը տեսնում են դեպքեր, դաժե երեխեք որ ասում են միացրու պարոն Թաթոյանի տեսնեք։ Շնորհակալություն։ Խելացի բանիմաց հաջողություն։ Ձեր երեխեքին բարևներ, ձեզ շատ շնորհակալություն, ձեր ամբողջ ընտանիքին մեր ծրագրից եք տանջես, շատ պարտավորեցնող խոսքեր էին շատ, շնորհակալ, մեծ շնորհակալություն, հաջողություն ձեզ, շնորհակալություն, բարև եմ, բարև ձեզ ժողովուրդ ջան, փողոց անցնենք որտեղ խոսենք անպայման։ Բարև ձեզ։ Լավ, երեխեք ջան, դուք մենք շատ երիտասարդների համար կարևոր ծրագիր։ Եկեք կանգնենք ասեմ երեխեք ջան։ Դուք որտեղ եք սովորում։ Հավատում եք։ Մենք երիտասարդների համար երեխեք ջան շատ կարևոր ծրագրեր ունենք։ Նախ կրթությունը բուհերում պետք է լինի անվճար Հայաստանի քաղաքացիների համար։ Ով որ հանգարց վճարովի ծրագրերով կընդունվի, իրանց համար պետք է լինեն ուսանողական վարկեր։ Այդ ինչա նշանակում, որ դուք ցածր տոկոսներով վարկ եք վերցնում, բայց վճարը պարտավոր չեք վճարել ուսման ժամանակ։ Եվ դա ծածկելու է նաև ապրելու ծախսերը, ձեր ապրելու ծախսերը, օրինակ Երևանում Երևանում եք սովորում, չէ՞, ապրելու ծախսերը ու նաև վարձը։ Եվ ձեր ծնողների վրա չի լինելու, ոչ թե ձեր վրա, ծանրաբեռնվածություն։ Ու դուք այդ վճարելու եք արդեն աշխատանքի ժամանակ։ Հետո նաև աշխատանքի ժամանակ էլ պետությունը պետք է օգնի աշխատանքով ապահովի մարդկանց եւ այլն։ Հա, մեր ծրագրին ծանոթացեք, շատ կրթության հարցերին ես շատ եմ ուշադրություն դարձնում։ Իմ անձնական ուշադրության ներքո ամեն ինչ լինելու ու մեր երիտասարդների հետ կապված հատկապես։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լույս սոթու։ Բարև։ Այսինքն սափալաշ։ Այո։ Մեր ծրագրից ոսեք։ Հա, լավ է, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Որտե՞ղ խոսենք։ Այնտեղ, բայց մարդիկ կլսեն։ Հա, այստեղ կլսեն։ Վայ, բարև ձեզ։ Դուք անցակ ինստված զբաղված եք, ասի չխանգարել։ Ախտեցիք սրանցից։ Հա, խնդրում ենք մեզ նաև վստահեք, դուք ունեք ընտրելու իրավունք։ Նաև տեղեկացնեք ով ունի մեր կարևորությունը։ Հա, մեզ, վեցը։ Ես Արցախի Համար կարևոր հարցեր։ հա Արցախը ինձ համար իմ հայրենիքն է։ Չէ, ես ուժման եմ ասում, դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ Արցախը ինձ համար շատ արժեք է հայրենական։ Ասել եմ ուշումներն ավանումներ, չվեի ֆրասը։ Դե մեր ազգային ինքնության մասերն են, ես էլ Ալաշկերտից եմ։ Հարց չեք լսել, բայց Երևանցի Ղարաբաղցին հարցը փորացա, դեռ չի ինչա դանալ։ Ամամիրը բարձանա Մի մարդ Արցախցին տեսավ, ասեց, որ հարևանիս ասում եմ, մեզ նայի ձեզ խղճում։ Այսինքն, դա վատ իմ համար անընդունելի է, բայց այսօրվա այս քաղաքականությունը հարցով էի Ղարաբաղցի մոտ հերոստատիզով կամ պետք շատ հիմա դրա է։ Որտե՞ղ խոսենք, ուր է։ Չէ, ուզում եմ խոսել մարդկանց։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ ենք մեր ծրագրից տանձես, հա։ Ուրա մեքենան, այստեղ խոսենք մարդկանց հետ։ Բարև ձեզ։ Հա, բայց Արտուր ջան, այստեղ պետք է խոսանք, մարդիկ այստեղ են, վերջ։ Նրանք ընդ ինչ անենք մարդ չկա։ Ժորժան, եկեք ես քո մեքենաները թողացնեն, երբևեկությունը չխանգարենք, կարգը պահենք։ Ես ուզում եմ անպայման մարդկանց հետ ստեղ խոսել։ Ժողովուրդ, բարև ձեզ։ Սիրելի մարդունեցիներ, ես Արման Թաթոյանն եմ։ Ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էի եւ հիմա եկել եմ ասելու
որ ձեր քվեով, ձեր վստահությամբ ես լինելու եմ Հայաստանի իրավունքների պաշտպանը, որ բոլորը իմանան Հայաստանը պատասխան տվող ունի։ Ես շատ ուրախ եմ, որ ես Մարտունիում եմ, ես հպարտ եմ, որ այսօր Մարտունիում եմ, ես հպարտ եմ, որ այսօր իմ զեմլակների կողքն եմ։ Ես ինձ համար շատ կարևոր է, որպեսզի հենց դրա համար էլ ես թողել եմ այս ամենավերջին օրերին գամ Մարտունի, որ ասեմ ցույց տամ դրանով իմ համար Մարտունին, այն հացուջուրը, որտեղ իմ հայրն է ծնվել, որտեղ ես եմ մանկությունս անցկացրել, իմ համար ինչքան կարևոր է, դա իմ համար սրբության պես է, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր sense ջերմ ընդունելության ենք արժանանում մեր մարտունեցիների կողմից, որովհետև մարտունեցին իմ համար նամուսով թասիբով մարդ է, որ մարտունեցին թասիբով ասում է թասիբը գցել են շանը չի կերել շունը։ Ինչի են մեր մեծական խոսքերը տենց ասել, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն մեր արժեքներին, մեր ընտանիքներին, մեր պետականությանը, Մարտունուց ինչքան ենք մենք պատերազմների ժամանակ զոհեր տվել, մենք երբեք չպետք է ունենանք ու չենք ունենալու պատերազմ, բայց մենք ինչքան հերոսներ ենք ունեցել, փառք ու պատիվ, ես խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ, ես խոնարհվում եմ ծնողների, ընտանիքների հիշատակի առաջ, ժողովուրդ ջան, այս ընտրությունները պատմական նշանակության ընտրություններ են մեր երկրի, մեր ժողովրդի համար, ես հատուկ ասում եմ, այսօր վախացնում են մեր ժողովրդին, այդ վախացնողներին, այս Մարտունու համայնքապետարանը քանի անգամ ես արդեն հրապարակում եմ, ազգային ժողովի քպական պատգամավոր Գալխաս Ղազարյան, ինչ անում, իր բարեկամների միջոցով մեր դպրոցի տնօրեններին ճնշում է մանկապարտեզի տնօրեններին, ես հատուկ ուզում եմ ասեմ այդ պաշտոնյաների համար, չփորձեք հանգած մեր քաղաքացիներին ճնշել, ես բոլորի կողքը կանգնած եմ, մեր են ուսուցիչներին, որոնք հանգած կփորձեն ճնշել, մեր են դպրոցի տնօրեններին, են մանկապարտեզի տնօրեններին, մեր երեխեքին, որևէ մեկ իրավունք չունի, այն մարդկանց, ում կփորձեն ճնշել, ժողովուրդ ջան, ես ձեր կողքը կանգնած եմ, այս քվեարկությունով մենք պետք է լուծենք այդ հարցերը, որ ոչ մեկ չկարողանան, այս քպական պատգամավորես թե դու ով ես, հենց մի հատ էլ մեզ ասում է կպեք ձեր գործերին, հենա երևում է լավ էլ կպել են իրաց գործերին, մարդկանց ուզում են ճնշել։ Նման լկտի պահվածքով պաշտոնյաներ չպետք է գոյություն ունենան մեր պետության մեջ, իմ համար, իմ վարչապետության ժամանակ հանգած մի հատ պաշտոնյա Աստված չանի իր համար մեր քաղաքացու մի հատ մազը հանգած ծռի կամ փորձի հանգած կոպիտ խոսալ։ Գործ ունենալու անմիջապես իմ հետ գոյություն չի ունենալու նման պաշտոնյա, որ նման ձեր փորձի։ Ժողովուրդ ջան, ես ոնց միշտ ձեր կողքն եմ եղել, շարունակելու եմ մինչև վերջ ձեր կողքը լինել։ Իմ համար դա ունի արժեքային նշանակություն, իմ համար դա ունի կարևոր, ես ուրախ եմ, որ այս խոսքերը ասում եմ հենց ստեղ, ես ուրախ եմ, որ ես խոստանում եմ, որ պահելու եմ մինչև վերջ, դրա համար ինձ համար կարևոր է ձեր վստահությունը, քվեն, խոսքը ժողովրդի, որ մենք կարողանանք լուծել միասին հարցերը։ Մեկ է ժողովուրդ ջան, դուք հանգարց որևէ մի բանից չճնշվեք։ Այդ պաշտոնյաները լկտի պահվածքով, դրանք ինչ են անում, ամենաբարձր մակարդակի հովանավորությունն է, իրենց պարգևավճարների մասին են մտածում, բիզնես են դրել, էս են արել, խոսում են անընդհատ նախկինների մասին, դո ձեզանից է լավ նախկին, չփչփում եք այդ նախկինների մեջ, իմ ժամանակ չի լինելու որևէ պաշտոնատարանց, որ բիզնես դնի, զարգացնի, որ փորձի մեր ժողովրդին ճնշել։ Ես նոր ոստիկանության կողքով էի անցնում, ուզում եմ հատուկ ասել, որ պետական ապարատի աշխատողները իմ համար ունեն կարևորագույն նշանակություն, մենք պետք է ունենանք բարձր որակի, բարձր կրթություն ունեցող մարդիկ, նույն ոստիկանների մոտով էի անցնում, ես ուզում եմ նրանց ասել, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, մեր զորքերին, ձեր ծառայությունը իմ համար մեծ կարևորություն ունի, մեր պետականության համար, ես տեսել եմ դուք ինչպես եք մարտի դաշտում կռվել, ձեր ուսադիրները, ձեր ծառայությունը այնքան մեծ է, բա դուք արժանի եք, որ սենց ղեկավարություն ունենալու, ես հատուկ ասում եմ, ես ձեր ղադրը լավ գիտեմ, ես մինչև վերջ եղել եմ ձեր կողքին, պաշտպանել եմ բոլոր այն մարդկանց, ում փորձել են հանգարց ճնշել, հետո այսօր պետական համակարգի աշխատողներին տեսեք ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, նայեք, ծառայում են բոլոր նրանք, որոնք ծառայում են այս իշխանությանը, հետո հանգարց մի հատ փոքր բողոք քննարկում այս իշխանությանը պրոբլեմ եղավ, միանգամից ազատվում են այդ պաշտոնյաներից։ Ես ուզում եմ, որ նրանք իմանան, դուք պետքա պաշտպանված լինեք, արժանապատիվ գործ ունենաք, համայնքային ծառայողները, մենք համայնքներին տալու ենք ինքնուրույնություն։ Դպրոցները այսօր մեր 1400 դպրոց տանում են պետկառավարության ենթակայությանը։ Գիտեք ինչ են տանում, որ մեր դպրոցների ուսուցիչներին ճնշեն, տնօրեններին ճնշեն, պահեն իրենց ձեռքում։
Չի լինելու նման բան։ Մենք չենք թույլ տալու եւ ես ժողովրդից խնդրում եմ ձեր վստահությունը, ձեր խոսքը շատ կարևոր է։ Զորությունը ժողովրդի խոսքի մեջ է։ Ժողովուրդ ջան, քվեախցիկում դուք ամենազորեղն եք։ Այդ պահին ձեզ է պատկանում ամբողջ իշխանությունը։ Այդ քվեաթերթիկը, որ գցելու եք քվեաթուփի մեջ, չէ՞, հատուկ ուզում եմ ասել, այդ պահին դուք բարձրագույն իշխանության կրողն եք, այն ամենաբարձրակետն է, վերջ, դրանից ենքոմ աշխարհ չկա։ Իսկ այն պաշտոնյաները, որ վախացնում են, ինչի համար են վախացնում, որ վախում են, շամպես վախում են, որ հանգած քաղաքացին չգնա քվեարկի ուրիշի օգտին, որովհետև ամեն ինչ անում են, որ մարդիկ չգնան ընտրության։ Ես ձեզ խնդրում եմ, որ գնացեք ընտրությունների։ Ես ամենակարևոր հարցերից մեկը արդարությունն է։ Ինձ համար արդարությունը մեծագույն արժեքային նշանակություն ունի, մեծ կարևորություն։ Մեր թիմը, պրոֆեսիոնալների թիմը, արդար, բոլորը այս սկզբունքներով են։ Ու ես հատուկ ասում եմ, որ հետևելու ենք մինչև վերջ, բայց մենք նաև մեր ժողովրդով պետք է անենք։ Մեր ու այս ընտրությունները, ժողովուրդ ջան, ոչ թե պետք է քվեարկի այս ընտրություններում մենք պետք է չնայենք ուրիշները ինչ են ուզում։ Մենք պետք է նայենք մենք ինչ ենք ուզում։ Մարտունին ինչ է ուզում, Գավառը, Երևանը, Մեղրին, Կապանը, Գորիսը, Գյումրին, Վանաձորը, Երևանը, այսպես մենք պետք է նայենք։ Մենք եթե հանգարց նայեցինք, թե ուրիշները, ուրիշ պետությունները ինչ են ուզում, ժողովուրդ ջան, մենք միշտ հայտնվելու ենք այդ զոհաբերված վիճակում, այս 35 տարի մեր խնդիրների նաև պատճառներից մեկը ո՞րն է եղել։ Կախված ենք եղել պետություններից, նայել ենք հույսներս, դրել ենք, ասել ենք, այս պետությունը կօգնի, այն կօգնի, բայց այդ պետությունները ունեն իրենց շահերը, այսինքն իրանք մեկը իրանք շահերով են վերջում շարժվելու։ Մենք ինչ պետք է անենք, մենք մեր արտաքին քաղաքականությունում պետք է ոչ մեկի հետ ոչ թշնամանանք, դա մեր խնդիրը չի, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք։ Մենք պետք է մեր համար աշխատենք հանուն, ոչ թե ընդդեմ ինչ որ մի պետության, այլ հանուն մեր պետականության, հանուն հայոց պետականության, հանուն մեր ժողովրդի։ Եվ ես ձեզ ասեմ, Հայաստանում չկա հարց, որ մենք մեր ժողովրդով չկարողանանք լուծել։ Հայաստանում չկա հարց, որ հայերով չկարողանանք լուծել։ Տեսեք այսօր նաև ինչ է կատարվում։ Հաշվի առնելով, որ մեր արդեն վարկանիշը բարձրացել է եւ բարձրանում է եւ մարդիկ տեսնում են իսկական քաղաքական նաև այդ հայտի կարևորությունը, նայեք ինչն է, մեր դեմ կեղտոտ արշավ է սկսվել։ Ուրեմն 2 օր առաջ, 3 օր առաջ արհեստական բանականությունով մի հատ տեսանյութ են սարքել, մի հատ կեղտոտ տեսանյութ են սարքել։ Այդ սրիկա քարոզչության համար այս բառերը ընդհանրապես իմը չի, բայց այնքան են մարդու զայրացնում, ջղայնացնում, որ սարքելու տարածում են, թե մենք իբր միանալու ենք ԿՊ-ին։ Ժողովուրդ ջան, ես պատասխանատու այս քանիք մոտ ասում եմ, մենք ոչ մեկի մեր ձայները ոչ վաճառելու ենք, ոչ տալու ենք, ես այդ մարդը չեմ։ Ես բոլորիդ աչքի առաջ կանած, այստեղ շատ են իմ բարեկամները, մեր ընկերները, որ ոնց կարող եմ նամուս հասիպը թույլ տա, ես հանգարց նման որոշում կայացնեմ ուրիշի տամ։ Մենք համագործակցելու ենք, բայց մենք ունենք կարմիր հստակ գծեր։ Նիկոլ Փաշինյանը երբեք Հայաստանի վարչապետ չի կարող լինել։ ԿՊ-ն երբեք չի կարող վերարտադրվել։ Կարմիր, հաստ, մեծ գիծ։ Մենք չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետ, որտեղ մեր մյուսը Սամվել Կարապետյանին սահմանադրությունն է արգելում։ Մեր ժողովրդի ցանկությունն է, որ մենք լրիվ ունենանք ղեկավարություն, որ կարող է արատավոր շղթան կտրել, նախկին, ներկա, չգիտեմ եւ այլն։ Շատ կարևոր է ժողովուրդ ջան, եւ ամենակարևորը, մենք մնացած հարցերը քննարկելու ենք համագործակցությունը ելնելով մեր պետականության ազգային շահերից։ Եվ ի վերջո իմ տեխնատությունն ենք տանելու առաջ, որպես վարչապետի տեխնատու, որովհետև ես, մեր թիմով մենք հստակ պատկերացնում ենք պրոֆեսիոնալ ձևով, ինչպես կարող ենք մեր երկրի հարցերը լուծել։ Այս 35 տարիների ես ամբողջ կյանքս եղել եմ Հայաստանում, ծանոթ եմ բոլոր խնդիրներին, որպես մարդու իրավունքների պաշտպան, անհատական մարդկանց հետ աշխատելով, միշտ եղել է այս բոլոր խնդիրները եղել են նաև իմը, եւ մենք չենք հանգստանալու, մինչև մենք չաշխատենք, արդար, ազնիվ աշխատանքով։ Մենք հրաշքներ, ես ձեզ հիմա հրաշքներ խոս չեմ տալի, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ ձեզ, ազնիվ աշխատանք, արդար աշխատանք, խոստանում եմ գամ ձեր կողքը նստեմ, ներկայացնեմ, բացատրեմ, թե մենք ինչ ենք արել։ Մեկ էլ մի բան էլի խնդրում եմ ձեզ նայեք։ Մի հատ դուք նայեք, մենք sense ղեկավարի արժան ենք ղեկավարության, այ ժողովուրդ ջան, որ կարող է կանգնի, գոռա, խոսա, գնա, չգիտեմ, ենք ամեն ինչ անի, որ սկսեն իրանից խոսալ, որ
մարդկանց հայոյի գոռա մարդու վրա, այմար բայես լինեմ, հանգարց սես մի հատ աշխատող լինի իմ կառավարությունում, ոչ թե կառավարության ղեկավար, մի սենց աշխատող լինի, մի օր չեմ պահի կառավարությունում, մի օր այդ պաշտոնին չի մնա, ինչ իրավունք ունես դու մարդու վրա գոռաս, մեր զոհվածների, մեր զինվորի մոր վրա, դու պատկերացնում եք ինչա, ոչ մեկ իրավունք չունի մեր քաղաքացուն նվաստացնել, վիրավորել, եւ ամենակարևորը, տեսեք հələ, կանանց է նաեւ թիրախավորում, որ կանանց մասնագետների սեփական կարծիք ունեցող կանանց, այսա շատ կարևոր արժեքներ են ինձ համար, մենք չպետք է թույլ տանք, որ սա տեղի ունենա, Ժորժ ջան, մեր երեխեքի համար, ես ամեն ինչ անելու եմ, որ մեր երեխեքը արդար պայմաններում մեծանա, դուք ինձ լավ գիտեք, իմ հայրը, իմ ընտանիքը սովորական հայկական ընտանիք է, ես սովորական հայկական ընտանիքից մեծացած, բոլոր դժվարությունները տեսած մարդ եմ, ես չեմ ուզում այնպես լինի, որ մեր երեխեքը տեսնեն այդ դժվարությունները, ես չեմ ուզում այնպես լինի, որ անարդար վիճակի պատճառով, ինչա թե ծնողը փող չունի, մեր երեխեքը չկարողանան սովորել, ամեն ինչ պետք է արդար լինի, եթե երեխեն ունեցավ գիտելիք ու կարողություն, այդ երեխեն պետք է կարողանա ամեն ինչի հասնել կյանքում, ամեն ինչի, ու այսօր տեսեք ինչ է կատարվում, այս մեր ընտրական քարոզ արշավը, հայոյանք, կեղտոտ բառապաշարներով եկել լցվել են մեր ժողովրդի մեջ, մենք պետք է ազատվենք այս հայոյանք տվող պաշտոնյաներից, այս կեղտոտ բառը բերան ունեցող պաշտոնյաներից, հասկանում եք, մենք, Ժորժ ջան, մենք, հələ հիշեք մի հատ Կարեն Դեմիրճյանի ժամանակները, բոլորը միշտ այդ են համեմատում, չէ, ինչքան մարդը արժանապատիվ, առաքինի, խոսալով, բայց նաև երկիրա զարգացել, այ նույն ձև մենք պետք է հիմա ունենանք, Ժողովուրդ ջան, շատ կարևոր է, ես իմ դասախոսական աշխատանքի մեջ շատ էի տենում, մեր երեխեքը գյուղից, ասենք, մարզից ինչքան են դժվարանում, որովհետև նրանց համար պայմանները դժվար է, որովհետև ծնողների համար մեծ բեռաֆինանսական դարձել ուսանող պահելը, ծնողը մի խնդիր պետք է ունենա, Ժողովուրդ ջան, գիտեք որ խնդիրն է, հպարտանալ իր երեխայով, վերջ, մնացածը պետքա, անի պետությունը, մնացածը պետքա ձերքը բռնած, պետությունը այդ երեխու, այդ ընտանիքի պետքա տանի հասցնի նպատակին, ինչի դուք հարց կարող եք տալ, բա ինչպես անի դա, բա ինչպես չպետք է անի, որովհետև մեծանում է ապագա բժիշկ, ապագա ուսուցիչ է մեծանում, զինվոր է մեծանում, այս պետքա մենք մտածենք, տեսեք, երբ որ մենք տրամաբանությունը փոխում ենք, ոչ թե մարդը պետք է աշխատի պետության համար, այլ պետությունը պետք է աշխատի մարդու համար, մենք պետք է ապահովենք այս արդարությունը, ուսանողին, աշակերտին, երեխային պետք է լավ նայենք, որովհետև ինքը մեր ապագա բժիշկն է, ուսուցիչն է, այս սա է կարևորը, երեք մեր երեխեքի օրն էր, ուզեմ շնորհավորել ու ասել, նայեք, ես հետևյալ ձև եմ մտածում, Ժողովուրդ ջան, մեր երեխեքը պետք է մենք նայենք նրանց որպես մեր ներկա, մեր ապագաները միշտ ասում ենք, բայց նրանք մեր ներկան են, մենք պետք է լավ նայենք մեր երեխեքի, որ ապագան լավ ունենանք, մեր գյուղատնտեսության համար ունենք շատ ծրագրեր, ես կխնդրեմ, որ դուք ծանոթանաք, ոռոգման ջրից սկսած սիմվոլիկ գին, 500 դրամ ամբողջ սեզոնի համար կես հեկտարը, գյուղացու համար, սա շատ կարևոր է, մթերման կայաններ պետք է լինեն, ես ոնց եմ պատկերացնում գյուղացու խնդրի լուծումը, ոչ թե պետք է մենք գյուղացուն թողենք մենակ, իր պրոբլեմների հետ, այլ մթերման կայաններ պետք է լինեն, Ժողովուրդ ջան, որ մարդիկ տանեն պետությունը ապահովի, ասի, այստեղ կարող ես վաճառել, այստեղ կարող ես վաճառել, այլ ոչ թե թողի մարդու վրա, այսա շատ կարևոր է, եւ ամենակարևորը մենք պետք է զարգացնենք մեր համայնքները, Մարտունին այսօր տեսեք, մեր երիտասարդները անընդհատ գնում են Երևան, Խոպան, ինչի պետք է տեսնի, հրնայք հիմա այս սեզոնն է, որ հազարավոր մարդիկ գնացել են Խոպան, Ռուսաստան, գնում են իրանց ընտանիքները բերում պահում են, այդ կանայք էլ մնում չարչարում են, ես ինքս եմ տեսել, իմ բարեկամների փոքր ժամանակվանից որ եկել եմ, մարդիկ չարչարվում են, կանայք մնում են մենակ, ամեն ինչի գործ անում են, տղամարդու գործը 2 անգամ ավել անում են, բայց ինչի պետք է տենց լինի, եթե այդ տղամարդը նամուս թասիբով ասում է, ինձ գործ տվեք Հայաստանում կամ աշխատեմ, ոչ չի աշխատի, մեծ սիրով կաշխատի, եւ մենք ամեն այդ գումարները ինչ հարց է առաջանում, ինչպես ենք այս բոլորը գտնելու Մենք օրինակ որոշում ունենք, որ այն բարձրաստիճան իշխանավորների ամենաբարձր մակարդակի գաղտնի հրամաններով պարգևավճարները պետք է մի անգամից առաջին օրը վերացվի, վերջ, այդ ամբողջը պետք է ուղղվի պետությանը, այն պաշտոնյաներում հարազատները այսօր թաքնված տենդերների են պետական մասնակցում, որը կլինի ասֆալտից են փող աշխատում մյուսից, ես երաշխավորված եմ ասում, ես գիտեմ բոլոր ձևերը, ես իրավաբան եմ, քննությունից շատ լավ հասկանում եմ, ինչ ոչ մեկ չի կարողանալու խաբել, մենք հետ ենք բերելու ամբողջը, մենք հատուկ հիմնադրամ ենք ստեղծելու, այդ հիմնադրամում կուտակվելու են այդ թալանած գումարները, դուք էլ կարողանալու եք թափանցիկ տեսնել, թե այդ գումարները ուր են գնում,
Այս 35 տարիների այդ այսօր որ մեր ժողովուրդը հուսախաբված է, ես անենց ջղայնացած եմ, մեր ժողովուրդը որ հուսախաբված է, այսքան գիտեք ինչի պատճառով է, որ այսքան պաշտոնյաներ եկել գնացել են, խոստումներ են տվել, հետո իրանց բիզնեսներն են դրել, իրանք են տեղավորել աշխատանքի, բա դուք չեք ամաչում, այդքան եկել գնացել եք այս ժողովրդին այսօրն եք գցել, հիմա ձեզանից կեսը արտասահմանում է, ձեզանից կեսը այս իշխանության տակ մտած, կյանքը վայելում է, նախկին են այդքան ասում, ազգային ժողովի պատգամավոր կա, Գուրգեն Մերքոնյանը, Գագիկա ինչա, հենց ասում են թալան, առաջին հերթին այդ մարդն է իմ աչքը, առաջին հերթերից մեկը էդ է գալի մոտ, բա դու ինչ ես գնացել պատգամավոր, իշխանություն, եթե դու իրոք պայքարում ես այդ անարդարությունների դեմ տարը նստացել ես որպես պատգամավոր, առաջի դատվողներից մեկը ինքը պետք է լինի, այ մենք սենց ենք մտածում ժողովուրդ ջան, որ մենք ես նախկին ներկայից դուրս գանք, մենք ոչ թե պետք է նայենք թե ով է ուզում օտար պետություններից մեզ համար թեկնածու, այլ մենք ինչ ենք ուզում եւ խնդրում եմ հանգարտ չվախենաք, շատ շնորհակալ եմ, ես շատ ուրախ եմ, որ Մարտունիում ունեցա այս հնարավորությունը ձեր մոտ ձեր ներկայությամբ խոսելու, շնորհակալություն, որ լսեցիք այս խոսքը եւ մեր քվեաթերթիկը համար 6-ն է։ Մեր քվեաթերթիկը համար 6-ն է։ Սա աստվածային թիվ է։ Ես համարում եմ սա նաեւ նշան։ Աստված չարչարվեց 6-րդ օրը ստեղծեց մարդուն, հետո նոր հանգստացավ։ Մեր համար սա նշան է, որ մենք գիշեր ցերեկ պետք է աշխատենք։ Գիշեր ցերեկ ուղղակի էս վիճակից մեր ժողովրդի, մեր երկիրը որ հանենք, մեր խնդիրները կարողանանք լուծել։ Շատ շնորհակալություն։